Սահմանադրական փոփոխությունների նախագծում ըստ հեղինակների հիմնավորումների դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ներդնել դատական իշխանության և դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր, բարձրացնել դատական իշխանության ինքնուրույնությունը և ինքնակառավարման արդյունավետությունը։ Մինչդեռ ընդդիմախոսները պնդում են, որ դատական իշխանության անկախության խնդիրը լուծված չէ կամ նախագծով փորձ է արվում դատական համակարգի բարեփոխման իմիտացիա անել։ Այս մասին ենք զրուցելու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի նախկին դատավոր, այժմ պրեզումպցիա իրավաբանական ընկերության նախագահ Պարքև Օհանյանի և Սարգսյան իրավաբանական խումբ իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ։ Երբ ես խոսում էի այն մասին, որ շատերը ոմանք ասում են, որ ուղղակի փորձ է արվել դատական համակարգի իմիտացիա անել, ես մեջբերում էի ձեր այսօրվա զրուցակցին, որը մասնավորապես նաև ասել էր, որ չնայած դատական համակարգում առկա խորը ճգնաժամին, նախագծով ոչինչ չի արվել իրականությունը փոխելու համար, արդյունքում փոխվել են միայն դատական որոշ ինստիտուտների անվանումները, նույնը թողնելով դրանց կազմավորման կարգը, գործունեության եղանակը և լիազորությունների ծավալը։ Արդյոք գույները խտացված են այս փոփոխությունների վերաբերյալ այս մասով, թե Ես այդ կարծիքին չեմ համաձայն, թեպս այս մասով դատական իշխանությանը վերաբերող ավելի լավատես եմ եւ դրա հիմքերը կան։ Մասնավորապես ճիշտ է, առաջինացյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորների նշանակման կարգը նույնն է մնացել, բայց օրինակ փոխվել է նրանց նախագահների օրինակ ժամկետը, նրանք պիտի լինեն թե չեմ սխալվում 3 տարով, ընդ որում դրանից հետո էլ չեն կարող վերստին ընտրվել։ Փոխվել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման կարգը, գիտենք, այո, պետք է ուրեմն բացակույն դատական խորհրդի ներկայացնի ազգային ժողովը որակյալ մեծամասնությամբ ներկայացնի հանրապետության նախագահին, նոր նախագահը նշանակի, ընդ որում Վճռաբեկ դատարանի նախագահին նշանակում է միանգամից ազգային ժողովը։ Նաև հետաքրքիր է, որ բարձրագույն դատական խորհրդի կազմն է, այսպես ասած, եւ կարելի ասել որակն է փոխվելու, հուսանք, որ 5 դատավոր գիտնական պետք է լինի եւ 5 գիտնական դատավոր եւ 5 գիտնական, ընդ որում դատավորները իրենց գործունեության ընթացքում նրանց գործունեությունը պետք է կասեցվի։ Սա էլ կարևոր դրույթ է։ Տեսակ, որ միայն անվանումները չեն փոխվել, փոփոխությունները շատ ավելին են, դեռ պարոն Օհանյանը ամբողջությամբ չթվարկեց, եւ բայց ամենակարևորը, ինչ վերաբերում է դատավորների անկախությանը, հա, այդ այն է, որ ազգային ժողովի նշանակման միջոցով է ներդրվել այդ ինստիտուտը։ Պարոն Օհանյանը այս կապակցությամբ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքը էլ երկրկներ, որ լավատես է եւ երբեք չի պատկերացնի, որ ազգային ժողովը կարող է այնպես անել, որ դատավորներն իրենցից կախման մեջ լինեն։ Մի բան է, երբ դատավորների վախը չափողի դերում նախագահն է, այլ բան է, երբ որ այդ դերը ստանձնում է ազգային ժողովը, քանի որ այստեղ մեկանց չէ, մեխանիզմ է։ Դա Վճռաբեկին վերաբերող մասով։ Տեսեք, դատական համակարգում իրական բարեփոխում ունենալու համար անհրաժեշտ է շեշտադրում կատարել դատավորի պաշտոնը զբաղեցնող անձանց անձնային եւ մասնագիտական որակների վրա։ Ի տարբերություն գործադիր իշխանության, որտեղ առաջնային են կառավարման ստանդարտները, որքան դրանք որակյալ են, այնքան կառավարումն ավելի արդյունավետ է իրականացվում։ Դատական իշխանությունում, նաեւ օրենսդիր իշխանությունում, պարլամենտում այստեղ շեշտադրումն իրականացվում է անձի մասնագիտական եւ մարդկային որակների վրա, որովհետեւ այնտեղ ինքնուրույն գործելու եւ օրենքով շարժվելու, ներքին համոզմամբ եւ ներքին խղճով ղեկավարվելու առաքելություն ունեն։ Այստեղ դատավորը, եթե չի համապատասխանում դատավորի բարձր կոչմանը, իր մասնագիտական որակներով, իր անձնային հատկանիշներով հասարակության կողմից չի ընկալվում որպես այդպիսին, անկախ նրանից նրա նշանակման գործընթացին կմասնակցի պարլամենտը, կառավարությունը, թե իրենք ինքնակառավարման մարմիններով կընտրվեն։ Միջամտությունների քանակը այդպիսով չի պակասի։ Տեսեք, ուրեմն միջամտությունները կարող են ընդհանրապես նպատակ հետապնդել տարբեր կորպորատիվ շահերի, այսինքն ընդհանրապես շահերի բախում կլինի քաղաքական ուժերի միջև։ Հա, պարլամենտը կորոշի դատական իշխանության ձևավորման
հա, process-ում տեխնացուների ընտրությունը, բայց իրականում նրանք այնտեղ բարեփոխում չի լինի։ Այսինքն այստեղ բարեփոխում ունենալու համար առաջինը պետք է շեշտադրենք մասնագիտական որակների բարձրացմանը։ Նաև հասարակության կողմից դատավորը պետք է ընկալվի բարձր մի Դա սահմանադրությամբ լուծելի խնդիրներ է։ Այստեղ անելիք չունի։ Այո, տեսեք, կներեք, տեսեք, սահմանադրական մեխանիզմներով պետք է նախատեսվեն այնպիսի եղանակներ, որ հասարակությունը կարողանա դատական համակարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնի եւ նաև ճնշի։ Քաղաքական իշխանությանը ձեռնտու չէ դատական համակարգում բարեփոխումներ կատարել, որտեղ այդ նույն դատական համակարգը վերահսկում է քաղաքական իշխանությանը։ Քաղաքական իշխանությանը ձեռնտու է, որ դատավորները լինեն կամակատար, անընդհատ վախենան պաշտոնը կորցնելուց, իսկ որpեսզի նրանք այդպեսին լինեն, պետք է նրանք մասնագիտորեն շատ թույլ լինեն, շատ խոցելի լինեն, եւ իրենք հենց այդ նպատակով էլ ընտրում են շատ թույլ, խոցելի եւ կամազուր կանձանց, նշանակում են դատավորի բարձր պաշտոնում, հետո անընդհատ կախյալ վիճակով դնելով նրանց։ Եկեք էլի առանձին ըստ դրույթների անդրադառնանք։ Այն, որ հիմա այս նախագիծը դատավորների նշանակման գործընթացում նախագահի դերակատարությունը հասցրել է գրեթե արարողակարգային, ինչպես նշում են հիմնավորման հեղինակներ, սա դրական փոփոխություն է, թե ոչ։ Թե էական չի ընդհանրապես։ Նախագահի Այո, հանրապետության նախագահի դերակատարումը դարձրել են արարողակարգային ի տարբերություն գործող սահմանադրության, որի նախագահին է վերապահում բոլոր ատյանների, դատավորների, դատարանների նախագահների նշանակման եւ նրանց լիազորությունների դադարեցման վերջնական իրավասությունները։ Ցավոք սրտի երևի թե այո, իմ կարծիքով, որտեղ այդ մասին ես խոսել եմ, նախագահը տեսակ թեև հռչակվում է պետության գլուխ, բայց մի տեսակ անմարմին է այդ գլուխը եւ կարծես նոտարական այսպես գործառույթ են վավերացնում ընդհանրապես նրան վերապահել, այսինքն բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ նշանակել դատավոր, իշխող կուսակցության ներկայացմամբ կառավարության անդամներ, վարչապետի ներկայացմամբ տեղակալներ եւ այլն, ինքը վարչապետի ներկայացմամբ պայմանագիր պետք է կնքի միջազգային բան։ Որքանով ես հասցրել եմ, մի տեսակ նախագահան, հա, ամենահասարակ բանը, ասենք, վետոյի իրավունք չունի։ Այդ մասին կարծեմ իմ զրուցակիցն է խոսել։ Եվ միևնույն ժամանակ հաշվետու էլ չի։ Մի տեսակ, գիտեք, ափսոս ժամանակը մեր շատ չի, այսպես պատմական, օրինակ մենք ունենք նախադեպը 1788 թվականի Շահամի որոգայթ փառացում ապագա սահմանադրության նախագծի։ Այնտեղ հենց ճշգրիտ այսպես է, որքան էլ զարմանալի է, զուգադիպում է։ Ուրեմն բարձրագույն եւ օրենսդիր իշխանությունը պետք է լիներ պարլամենտը, այսինքն այսպես կոչված հայոց տունը, եւ դիլիներ կառավարություն։ Նու նախարարություն պիտի կոչվեր, իր նախագահ, վերջ ուրիշ նախագահ չկար։ Հիմա այստեղ մի քիչ շատ է, էլի, ազգային ժողով, վարչապետ, նախագահ ինչ-որ։ Եկեք հենց ազգային ժողովի նշանակման հետ կապված, հա, դա հիշես այս մասին արդեն ավելի վաղ երկուստ էլ անդրադարձ կատարեցիք, նախագիծը նախատեսում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության մրցութային կարգ եւ միակ վերապահումը, որ Վենետիկի հանձնաժողովը հայտնել է, վերաբերում է հենց, այսինքն այս մասով միակ վերապահումը վերաբերում է հենց այս նշանակումներին, որ չպետք է լինի քաղաքական մարմինների կողմից որևէ միջամտություն դատավորների նշանակման եւ այս Վճռաբեկ դատարանի նախագահների նշանակման եւ պաշտոնակության ընթացակարգերում։ Տեսեք, իշխանության թևերը հարաբերականորեն անկախ են եւ դրանք պետք է միմյանց հետ համեմատության մեջ դիտարկենք։ Տեսնենք անկախության տեսակետից առավել քան անկախ պաշտոնատար անձ, քան ազգային ժողովի պատգամավորն է, չկա։ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ երաշխավորված է նրա ինքնուրույն գործելու, ազատ արտահայտվելու եւ իր ներքին համոզմունքներով ղեկավարվելու այդ երաշխիքները օրենսդրությամբ կա։ Երբ մենք նայում ենք մեր պարլամենտի գործունեության, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինաստեղծ աշխատանքով զբաղվում է կառավարությունը, այլ ոչ պարլամենտը, որովհետև օրինակ մենք մտնենք կառավարության կայքը եւ տեսնենք այնտեղ ամեն նստաշրջանից հետո տեղեկանք է պատրաստվում, թե ընդունված օրինագծերից քանի տոկոսն է կառավարության հեղինակածը, քանի տոկոսը պատգամավորների։ Կտեսնենք, որ 90%-ից ավելի, մոտ 97-98%-ը կառավարության հեղինակածներն են։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր մարմինը կառավարությունն է։ Գործադիր եւ օրենսդիր ֆունկցիաները եթե մեկտեղվում են, սա հատուկ է ավտորիտար կառավարման
ռեժիմին եւ նման պայմաններում հույս ունենալ, որ պարլամենտի կողմից նշանակված падգամավոր դատավորները կհամապատասխանեն դատավորի բարձր կոչմանը, կլինեն անկախ, ինքնուրույն եւ կծառայեն արդարադատության շահերին, դա այդքան էլ հիմնավոր չէ։ Ես տեսեք, դատական համակարգի բարեփոխումը տեսնում եմ ներքևից հասարակական պատվերի եւ պահանջի ձևով։ Երբ դատավարության մասնակիցներն այնքան ուժեղ կլինեն եւ երբ արդեն թույլ դատավորը չի կարողանա process-ը կառավարել եւ ծիծաղելի վիճակի մեջ կհայտնվի, այսինքն քաղաքացիներն այնքան ակտիվ կլինեն իրենց իրավունքների պաշտպանության տեսակետից, նրանց կողքին կկանգնեն պրոֆեսիոնալ փաստաբաններ, դատավարության մակարդակը այնքան կբարձրանա, որ թույլ կամազուրկ դատավորը ուղղակի ծիծաղելի կլինի։ Այս դեպքում քաղաքական իշխանությունը ստիպված կգնա բարեփոխման։ Այդ բարեփոխումը կլինի մասնագիտական որակներով, բարձր որակներով օժտված անձանց դատավորի պաշտոնի նշանակելու ձևով։ Իսկ կոնկրետ ասենք սահմանադրությամբ դուք ինչ եք գտնում, ինչ իրավասություններ են պետք ապահովելու համար այդ Սահմանադրությամբ պետք է նախատեսվեն մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ, որովհետեւ մարդը իր իրավունքը պաշտպանելու համար գնա դատարան ու ինքը այնքան ուժեղ լինի սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներով, որ կարողանա ազդել դատավորի վրա, որ դատավորը կարողանա որակյալ արդարադատություն իրականացնի։ Տեսեք, արժանապատվության իրավունքը իրավունքների իրավունքն է, բարձրագույն արժեք է, բայց փոփոխությունների նախագծում ընդհանրապես սահմանված է, որ արժանապատվության իրավունքը անխախտելի է։ Տեսեք ինչ հասարակ ձևակերպում են տվել, ցանկացած իրավունք անխախտելի է, իսկ արժանապատվության իրավունքը բարձրագույն արժեք է եւ ընկած է բոլոր իրավունքների ու ազատությունների հիմքում։ Այ փոխանակ այս գաղափարը նախագծով զարգացնեն եւ մնացած իրավունքները զարգացնեն եւ գործող սահմանադրությամբ եւ նախագծով։ Մենք չունենք աշխատանքի իրավունք, մենք ունենք աշխատանքի ազատ ընտրության իրավունք, սրանք տարբեր բաներ են։ Ոլորտի են կանդրադառնամ, վերադառնամ դատական։ Բայց ես ուզում եմ ասել, որ մարդու իրավունքները սահմանելով եւ երաշխավորելով դրանք պաշտպանելու կառուցակարգեր նախատեսելով է, որ պետք է դատական համակարգը բարեփոխենք, այլ ոչ թե դատավորների պաշտոնի նշանակման ընթացակարգերը փոխելով։ Դե հա, ինչ խոսք, դատավորների խղճից, անձերից, պրոֆեսիոնալ որակներից շատ բան է կախված, ինչ խոսք։ Ես չեմ այլ հարց է, որ չեմ պատկերացնում, թե դա սահմանադրորեն ինչպես կարելի է այդ հարցը գոնե ինչ-որ չափով կարգավորել, ավելի շատ երևի անձերի բարոյական, հոգևոր, ինչու՞ չէ, եւ ոչ միայն մասնագիտական որակներից է կախված։ Ինձ այլ հարց է ուզում անկեղծ ասած նոր նախագծում, օրինակ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նախորդի համեմատ, որտեղ ասվում է գործողի, որ դատավորը անկախ է եւ ենթարկվում է օրենքին։ Հիմա գրված է պետք է լինի անկախ եւ անաչառ, պետք է լինի։ Ընդ որում հանրապետության նախագահը իմպերատիվ հռչակվում է միանգամից անաչառ, գրված է հանրապետության նախագահը անաչառ է եւ այդ իր հերթին մյուս կողմից էլ ասեմ մի հիմի լավ բան, ես որքան հասցրեցի նկատել, ուրեմն նոր սահմանադրությամբ դատավորը չի կարող ենթարկվել պատասխանատվության իր գործունեության համար, եթե թույլ չի տվել քրեական կամ վարչական պատասխանատվություն առաջացնող արարք։ Ի տարբերություն էլի գործողի։ Ըստ այդմ, այսպես ասած, դատավորների անկախության որպես լրացուցիչ երաշխիք կարծում եմ կարևոր է հայրոսական։ Առաջին անգամ առաջարկվում է սահմանադրական դատարանին վերապահել սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն, ըստ հեղինակների դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել ազգային ժողովի, կառավարության, հանրապետության նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ բարձրագույն դատական խորհրդի միջև սահմանադրական վեճերը։ Ինչպես է գնահատում արված այս փոփոխությունը։ Տեսական առումով փոփոխությունը միտված է քաղաքական պայքարը նաև իրավական դաշտ տեղափոխելուն, այսինքն դա չլինի միայն բանավեճերի եւ հայտարարությունների ձևով, նաև իրավական դաշտում իրավական փաստաթղթերով վեճերը լուծում ստանան։ Հաշվի առնելով, որ մեր մոտ նաև մենք նպատակ ունենք կառուցելու
ավելի քաղաքակիրթ եւ ավելի գործուն քաղաքական համակարգ, սա ավելի շատ ապագային միտված նորմ է։ Չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո սահմանադրական դատարանը ծանրաբեռնվելու է նման վեճերով։ Կարծես նման նախադեպել չենք ունեցել, չէ՞ որ այս մարմինների մինչև վեճ լինի եւ դատական, հա։ Մեր պետությանը հատուկ է միանձնակառավարումը եւ ես կարծում եմ, որ նույնիսկ եթե կառավարման համակարգը փոխվի եւ այն դառնա պարլամենտական, այն միևնույն է շարունակելու է միանձնակառավարման համակարգին հատուկ գծեր ունենալ եւ պատճառը այստեղ ոչ թե կառավարող անձերն են, այլ հասարակությունը, որովհետեւ հասարակությունը դեռևս նոր քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին է եւ մինչեւ այդ ինստիտուտները չկայունանան, չձևավորվեն, մեր մոտ պարլամենտական կառավարման համար անհրաժեշտ նախադրյալներ չեն ստեղծվի։ Իսկ այս նախադեպը մենք ունեցել ենք բազմիցս։ Հիմա այս նախագծով ազգային ժողովի խորհրդի դիմումի հիման վրա սահմանադրական դատարանին է վերապահվում իրավասություն որոշելու падգամավորի լիազորությունների դադարեցման հարցը, երբ վերջինս խախտել է падգամավորական մանդատի անհամատեղելիության կանոնները կամ անհարգելի կերպով բացակայել է ազգային ժողովում քվեարկությունների առնվազն կեսից։ Պարոն Օհանյան, այս հարցը դատական իշխանության լիազորություններին դատյա դարձնել է, որքանով է կարևորում, ճիշտ է, սխալ է։ Դժվարանում եմ ասել, կյանքը ցույց կտա, ինչ որտեղից է վերցված, ինչ նախադեպ կա, ճիշտ ասած, անծանոթ է ինձ այս ինստիտուտը, որ սահմանադրական դատարանը զբաղվի նաև падգամավորների լիազորությունների։ Ոչ միայն սահմանադրական դատարանին հիմա իրավասություն է այս նախագծով ընձեռվել, ստուգել ցանկացած նորմատիվ ակտի սահմանադրականության հարցը, եթե դրանով խախտվել են մարդու հիմնական իրավունքները եւ ազատությունները։ Նորմալ է։ Առաջինը դեպքը, երբ վերաբերում է падգամավորի լիազորությունների դադարեցմանը, սա տրամաբանական չէ, որովհետև падգամավորն ուժտված է առաջնային մանդատով, իսկ սահմանադրական դատարանի անդամները ուրեմն նշանակվում են պարլամենտի կողմից 1/3-ը նախագահի ներկայացմամբ, 1/3-ը կառավարության, 1/3-ը եւ 1/3-ը հենց պարլամենտի կողմից։ Այստեղ նաև գործադիր իշխանության մասնակցությունը կա դատական մարմնի ձևավորման մեջ։ Գործադիր իշխանությունը չպետք է ներկայացնի սահմանադրական դատարանի անդամներին, որտեղ այստեղ էլ մենք գործ ունենք, հա, որտեղ հենց այդ գործադիր իշխանության ընդունած ակտերը պետք է սահմանադրական դատարանը որոշի համապատասխանում են սահմանադրությանը, թե ոչ։ Իսկ մնացած մյուս հատվածը հարցի Ես ուզում եմ ուղղակի առաջ անցնել, մանավանդ որ մեր ժամանակը արդեն մոտենում է ավարտին, այդ դուք ինքներդ մի շարք հետընթացներ մատնանշեցիք, հա, գործող սահմանադրության համեմատ ներկա նախագծում, ես փորձեմ հավելել շարքը։ Ուրեմն գործող սահմանադրության 22-րդ հոդվածի վերջին պարբերությունը սահմանում է ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար եւ վերջ։ Հիմա նախագծի 67-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, բայց երկրորդ մասում ավելացվում է առաջին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայման օրենքին համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր Երևան եկած հանգամանքներ կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա։ Սա գործնականում չի նշանակում, որ եթե քննիչ իր գործը վատ է արել եւ պաշտպանական կողմը դրանից օգտվելով արդարացրել է պաշտպանյանին, սա դեռ վերջը չէ եւ հետագայում նույն գործով տվյալ անձը կարող է կրկին կանգնել դատարանի առջեւ։ Այդ կամը վտանգավոր եմ տեսնում, այն կամը։ Իսկ մինչև այդ ու նոր Երևան եկած հանգամանքներ եւ նոր հանգամանքների հիմքով այդ այն ժամանակ էլ կար այլ հարց է, որ սահմանադրորեն ամրագրված չէր, դա նորմալ է։ Այդ կամը մի քիչ ինձ համար հասկանալի չի, այո։ Կարծես թե հակասում է գործնականում ինչպես կլինի, ճիշտ ասած։ Հիմա էլի մի այդպիսի մի փոփոխություն գործող սահմանադրության 22-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը, իսկ նախագծի 65-րդ հոդվածը սահմանում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումը արգելվում է։ Փաստորեն ստացվում է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցը կարող է օգտագործվել, կարևորը որ այն անձի հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված չլինի։
Տեսեք, Սա այդ հետընթաց նույն չէ։ դրույթը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված էր եւ հակասություն կար։ Սահմանադրությունը նշում էր օրենքի խախտման ձեռք բերված ապացույցը չի կարելի օգտագործել, իսկ քրեական դատավարության օրենսգիրքը հենց նշում էր հիմնական իրավունքների, պաշտպանական իրավունքների խախտման։ Այսինքն պետք է նայեն տեսնեն այս իրավունքը ընդհանցակարգային է եղել դատավարության շրջանակներում, թե ինքը հիմնական պաշտպանական իրավունք եղել։ Եթե հիմնական պաշտպանական իրավունքի խախտմամբ է ձեռք բերվել, այստեղ միանշանակ չի օգտագործվում որպես ապացույց, եթե ընդհանցակարգային նորմի խախտման արդյունքում է եղել, որը էական ազդեցություն չէր կարող ունենալ երկով ճշմարտությունը բացահայտելու համար, այդ դեպքում ապացույցը թույլատրելի են համարում։ Կարծում եմ դատավարությունը միայն կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի համար չի իրականացվում, նաև իրականացվում է տուժողի շահերի համար եւ այստեղ պետք է նայենք ոչ թե ամբաստանյալի իրավունքների պաշտպանության տեսակետից, այլ ճշմարտությունը բացահայտելու համար ես դեմ չեմ այդ ձևակերպմանը։ Խախտում է էական է թե ոչ այստեղ։ Վերջին հարցը ձեր զրուցակիցներ էս հարցը արտացել, գուցե դուք ունեք դրա պատասխանը, ինքը մեջբերել էր այդ նախագծի 177-րդ հոդվածները, որ քննչական մարմինները միջդատական վարույթի շրջանակներում կազմակերպում են նախաքննության իրականացումը, փաստորեն նախաքննության մարմինները ըստ այս նախագծի նախաքննություն չեն իրականացնելու, այլ միայն դրա իրականացումն են կազմակերպելու։ Պարոն Օհանյան, ուսումնասիրել եք նախագիծը, նախաքննությունը պետական կամ որևէ այլ որ մարմինն է իրականացնելու։ Ճիշտ ասած, այդ մասին չեմ անդրադարձել, բայց նախաքննությունը դե մենք գիտենք հիմա ձևավորվեց միասնական քննչական կոմիտե։ Ես այլ ճիշտ ասած այդ մասին շատ եմ խոսել, որ մենք խնդիր ունենք հետաքննություն, նախաքննություն, այս առանձնացված փուլերը միավորելու։ Հիմա նոր քրեական դատավարության նախագծի օրենսգրքով պետք է ինչ-որ, եթե չեմ սխալվում, գոնե անվանափոխվի, ցավոք։ Այսինքն հետաքննությունը պետք է մնա, անունը դառնա ինչ-որ օպերատիվ հետախուզական, նախաքննությունը որպես այդպեսի մնա։ Ես այն կարծիքին եմ, որ ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում նախաքննություն դրանպես չկա։ Կա հետաքննություն եւ դատաքննություն։ Այսինքն հավաքվեցին ապացույցներ, ուղարկում են դատարան, դատարանում են կատարվում ապացույցների հետազոտությունը, գնահատումը, բավարար է, բավարար չէ, իսկ մենք մեզ թույլ ենք տալիս, որ քննիչը որոշի, բավարար է թե ոչ եւ անգամ կարճի, անձին զրկելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։ Այստեղ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն իրավական նորմերը մեկնաբանվում են տառացի, եւ եթե սահմանադրությամբ նախատեսված է, որ քննչական գործողությունները կազմակերպում է ապահովում է քննչական մարմինը, դա նշանակում է, որ ինքը ընդհանրապես պետք է կազմակերպի, իրականացնելու իրավասություն չի ունենալու։ Եվ այստեղ քննիչի կողմից ցանկացած կատարված գործողություն դիտվելու է որպես հակասահմանադրական։ Նման խնդիրներից, նման վեճերից խուսափելու համար եւ հետագայում նաեւ սահմանադրական դատարան դիմելու եւ այս հարցի սահմանադրականությունը որոշելու նման ընդհանցակարգերից խուսափելու համար ուղղակի պետք է սահմանադրական նորմերը սա շատ հստակ ձևակերպել, որպեսզի հետագայում վեճերի տեղիք չտա։ Մենք դատական իշխանությունից ենք խոսում, տեսեք 158-րդ հոդվածը նախագծի ամրագրում է, որ պետական կառավարման համակարգը բաղկացած է կառավարությունից, վարչապետից, նախարարություններից եւ նախարարությունների ենթակա այլ մարմիններից։ Պետական կառավարման համակարգի մեջ ամբողջ աշխարհում իրավական պատկերացումներն այդպիսին են, որ պետական կառավարման համակարգի մեջ մտնում են պետական ֆունկցիա իրականացնող բոլոր մարմիններն, այդ թվում նաև դատական։ Դուրս է գալիս, որ դատական համակարգը նախարարությունների ենթակայության տակ պետք է գործի 158-րդ հոդվածի համաձայն, որտեղ ասում է պետական կառավարման համակարգը բաղկացած է վարչապետից, կառավարությունից, նախարարություններից, նախարարությունների ենթակա այլ մարմիններից։ Այստեղ նախագծի հեղինակները հավանաբար պետական կառավարման համակարգ հասկացության տակ նկատի ունեցեն գործադիր իշխանությունը։ Եթե դա է նկատի ունեցել, թող դա գրեն։ Եթե դա չեն գրում, գրում են պետական կառավարման համակարգ, այստեղ աբսուրդ է ստացվում։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Սարգսյան իրավաբանական խումբ իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը եւ նախկին դատավոր այժմ պրեզումպցիա իրավաբանական ընկերության նախագահ Պարքև Օհանյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։